Արժանապատվության ու ազատության զգացումը նրանց ստիպում էր թողնել տուն ու տեղը եւ լեռներ բարձրանալ։ Նրանց կոչում էին ֆիդայիներ, որ նույնն է թե հայդուկներ կամ վրիժառուներ։ Նրանք երդվում էին, որ Սասնո բարձր սարերի քարերն են լինելու այդուհետ իրենց համար բարձ եւ միակ սիրելի կողակիցը Մոսին հրացանը։ Մի քանի տասնյակ անուններ, ովքեր ըստ Հակոբոշականի մեզ առանց անհնազանդության միակերպ մորթվելու մեր անպատվության ընդհանուր համապատկերի ֆոնին սփոփվելու եւ դեռևս ազգային հպարտություն ունենալու հնարավորություն ընձեռեցին։ Անուններ, որոնց շուրջ ժողովուրդը լեգենդներ հյուսեց եւ լեգենդներից երգեր ծնվեցին։ Այդ հերոսների սրբագործված անունները զինյալ հրեշտակների պես ուղեկցեցին նորորյա հայդուկներին, արցախյան ազատամարտի կամավորներին դեպի Շուշվա բարձունքներ ու դեպի ամբողջական հաղթանակ։ Արաբո, Սերոփախբյուր, Գևորգ Չաուշ, Անդրանիկ, Նիկոլ Դուման, Հրայր Դժոխք, Քերի, Սպաղանած Մակար, Գալե, Ռուբեն, Մախլուտո, Սեպուհ եւ ուրիշներ։ Եվ էլի մեկը, ում մշտապես առաջարկվել է գլխավորել ազատագրական պայքարը, լինել առաջինը ֆիդայիների մեջ ու նրանց հրամանատարը, սակայն ամեն անգամ նա զիջել է այդ դերն ուրիշին, իրեն պահելով համեստ ու հասարակ հայդուկի դերը։ Բրոնզե ձուլացու կազմվածք, խորը, անհանգիստ կարակաչքեր, քիթ ու շատ ծև մազեր, որ տալիս էին առույցի տեսք։ Նրա հեծած երիվարը ուրիշ ոչ ոք չէր կարող սանձել։ Երբ նա քայլում էր, թվում էր, թե մի աշխարհ է շարժվում։ Այդպես է բնութագրել ժայռերեն այդ հերոսին Սեբաստացի Մուրադին, Ավետիս Ահարոնյանը։ Սեբաստացի աննման հերոս Մուրադը մաս է կազմում հայ ազատամարտի այն փաղանգին, որոնք մինչև իրենց կյանքի վերջը անմնացորդ այրվեցին հայ ազատագրական պայքարի կամ արևմտյան Հայաստանի ազատագրության սրբազան զոհասեղանի վրա։ Եվ նա այդ փաղանգի մեջ ոչ թե շարքային ազնվորություն էր, շարքային կռվող, այլ հրամանատար, զորապետ եւ նաեւ զորավար, թեպետ նա իր ամբողջ կյանքում մերժեց զորավարական աստիճանները։ Իսկ մյուս կողմից էլ հանիրավի կերպով նրան այդպիսի աստիճաններ շնորհելու առաջարկներ չեղան, չնայած նա միշտ հանդես կգար դրանք մերժողի դերում, որովհետև իր ամբողջ կյանքում նա ապրեց եւ գործեց միանգամայն զերծ լինելով պարատենչությունից եւ երբեք չորոնեց հերոսի տակ լինել։ Սեբաստացի Մուրադը կամ Մուրադ Խրիմյանը ծնվել է Սեբաստիայի Կովտուն գյուղում 1874 թվականին։ Կովտունը զուտ հայաբնակ գյուղ էր Սեբաստիայի արևելյան կողմում, փրված Ալիս գետի ափերին, իսկ հյուսիսից բարձրանում էր Սախարի լեռը։ Հակոբյան Խրիմյանների թոհմում նշանավոր արկածասեր թափառականներ կային, որոնց մասին լեգենդներով է սնվել ապագա հայդուկը։ Նա միշտ պատմել է իր Սարգիս պապի սխրագործությունների մասին, եւ այս թափառականության դրոշքն է նրա գերդաստանին բոշայականության եւ գնչուական արյուն վերագրել։ 7-8 տարեկան հասակում Մուրադին ուղարկում են Տեր-Թոդիկյան մի դպրոց, որտեղ ընդունված ծեծը չհանդուրժելով Մուրադը փախչում է։ Եթե ուժերս ներեին, ես այդ խալֆան տեղն ու տեղը կշամփրեի, հետագայում ասել է Մուրադը, նկատի ունենալով վարժապետին։ Այսպես Մուրադը հեռանում է դպրոցից եւ ծառայության է մտնում մի գյուղացու մոտ, որպես հովիվ։ Պատանի Մուրադն իր քաջությամբ աչքի է ընկել դեռ փոքր տարիքից։ Նրա սիրած զբաղմունքը որսորդությունն էր, եւ քանի որ հմուտ էր բարի ու գոտեմարտի մեջ, իր հասակակիցների մեջ ամենաուժեղն էր եւ ամենաճարպիկ ձինստողը։ Մուրադը գյուղի խրախճանքների զարդն էր, նրան տոնական փահլևան էին կոչում։ Սրանով հանդերձ պատանի տարիքից արդեն Մուրադը թե հայ եւ թե թուրք հակառակորդներ ուներ։ Մի օր էլ 16 տարեկան Մուրադի վրա հարձակվում են մի քանի թուրք, որոնցից մեկին սպանում է, իսկ մյուսներին փախուստի մատնում։ Ոստիկանությունը ձերբակալում է լեռներ փախած Մուրադի հորը, Հակոբին, ստիպելով որդուն անձնատուր լինել։
Մուրադը ձերբակալվում է, ապա մի քանի ամսվա բանտարկությունից հետո որպես անչափահաս ազատ է արձակվում։ Սակայն նա այլևս չէր կարող գյուղում մնալ։ Հրաժեշտ է տալիս իր հարազատ օջախին, իր սիրելի օրիորդին եւ 1890 թվականին հայության համար մի կարևոր տարի գալիս է Պոլիս։ Այստեղ Մուրադը գործարանի բեռնակիր է դառնում, իսկ գիշերները Լուսինյան անունով մի երիտասարդի հորդորով Կիրակնորյա դպրոց է հաճախում եւ 16-17 տարեկանում թերթ կարդալ է սովորում։ Այս նույն երիտասարդի օգնությամբ Մուրադը հայկական այլ շրջանակներ է մտնում, անդամագրվում է հնչյակյան գաղտնի կազմակերպությանը, գաղտնի հանձնարարություններ է կատարում, թերթեր ու զենքեր ցրում։ Ընդհանրապես հայ ազատագրական պայքարի այս գործիչների մասին պետք է շեշտել հետևյալը, որ նրանց այս կամ այն կուսակցության մասնակցությունը ընդհանուր առմամբ չպետք է պայմանավորել այդ կուսակցությանը նրանց նվիրվածությամբ, այլ ավելի շատ այդ կուսակցության ազատագրական պայքարով զբաղվածությամբ։ Եվ քանի որ հնչակյան կուսակցությունը 90-ական թվականներին այնքան էլ արդյունավետ գործունեություն չկարողացավ կատարել եւ առաջնորդվում էր այն թյուր համոզմունքով, որ պետք է կազմակերպել ցույցեր, մասնակի դրվագներ արևմուտքի ուշադրությունը հայկական հարցը սևեռելու վրա, մի ռազմավարություն, որը իրեն չարդարացրեց, Մուրադը շուտով հեռացավ հնչակյան կուսակցությունից, ընդ որում նա արդեն Պոլսում հայտնի էր որպես տերորիստ եւ մի տերոր ակտ կատարել էր մի թուրք պաշտոնյայի նկատմամբ։ 1893 թվականին Պոլսով պատրիարքի դեմ կազմակերպված ցույցին ներկա էր նաև Մուրադը, որին զինվորներն ու ոստիկաններն ուզում են ձերբակալել, սակայն նա փախչում է։ Գալաթիայի հայկական եկեղեցու մեջ պատասպարվում, այն դարձնելով բերդ եւ փակելով իր հետ նաև այնտեղ գտնվող հայրենակիցներին։ Ի վերջո, որոշ ժամանակ անց եվրոպական դեսպանների միջոցով Մուրադն ու իր ընկերները հեռանում են Պոլսից։ Նա մի քանի ամիս Եգիպտոսում եւ Հունաստանում մնալուց հետո Թիֆլիս է գնում եւ աշխատում Էնֆիաչյան ծխախոտի գործարանում։ Կովկասը Մուրադի համար նոր միջավայր էր։ Այստեղից նա կարող էր հետևել Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակին։ Հայդուկն արդեն այն համոզմանն էր եկել, որ հայոց ազատությունը ոչ թե Կոստանդնուպոլսից պետք է գա, այլ Վանից ու Սասունից։ Շուտով Մուրադը մեկնում է Կարս եւ ընդգրկվում հայ հեղափոխական դաշնակցության շարքերը, պայման դնելով, որ առաջին իսկ առիթի դեպքում իրեն երկիր, Արևմտյան Հայաստան ուղարկեն։ Կարսը Ռուբեն Տերմինասյանը ազատագրական պայքարի եւ առաջին հանրապետության նշանավոր գործիչներից համարում է ազատագրական պայքարի հնոց, որտեղ իրենց մարտական կրթությունը ստանում էին նորեկ երիտասարդները, որոնց իմիջիալոց հրայր դժոխքը հավաքել էր Բուլղարիայից, Ռումինիայից, Ղրիմից, տարբեր քաղաքներից եւ ուրեմն զինավարժությունից հետո առաքում էր Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններ եւ ահա այստեղ Մուրադը աստորեն էլ ավելի կոփվեց որպես զինվորական անձնավորություն եւ այստեղից էր որ նրա եւ հայազատամարտի մյուս մեծության Սեփուի միջև սկսվեց մի ընկերություն, որը շարունակվեց մինչև Սեբաստացի Մուրադի ողբերգական մահը։ Հայդուկը զբաղվում է զենքերի փոխադրությամբ, միաժամանակ կազմում է խմբեր եւ զինավարժություն է սովորեցնում։ Նա այնքան կարևոր գործունեություն է ծավալում Կարսի շրջանի մեջ ազատագրական գաղափարները տարածելու, հայ լրտեսներին ու դավաճաններին չեզոքացնելու գործում, որ հրաժարվում են Սասուն գնալու արտոնությունը տալ։ Մուրադը ակտիվորեն մասնակցում է Քրիստաֆոր Միքայելյանի փոթորիկ ծրագրին, որի նպատակը հայ մեծատուների ռեսուրսների օգտագործումն էր հայոց ազատագրության գործում։ Վերջապես 1903 թվականի մայիսին Հայդուկի մեծ փապագը իրականություն է դառնում։ Նա Թորգոմի խմբի հետ գալիս է Սասուն, միանալով Գևորգ Չաուշին, Անդրանիկին, Դժոխ Խրայդին եւ ուրիշ քաջերի։ Սասունի հայությունը կար ժամանակ անց նրան շատ է սիրում։ Մուրադի ընկերները առաջարկում են նրան զբաղեցնել Սերոպ աղբյուրի տեղը
եւ դառնալ խմբապետ, սակայն հայդուկը մերժում է։ Անդրանիկն է այդ առաջնորդը, եւ եթե անգամ նա մեռած լինի, իր դիակը մեր դրոշակին հետ պետք է տարվի մեր առջևեն, դեպի կռիվ ու դեպի ազատություն։ Մուրադն ընտրվում է զինվորական խորհրդի անդամ։ Նա ուսումնասիրում է երկրի ամեն մի անկյունը, ամեն մի բարձրունքը, ձորերն ու կիրճերը։ Մշոդաշտի գյուղերում բոլորին հորդորում է զգոն լինել, պատրաստվել եւ դիմագրավել մոտալուտ վտանգին, կազմակերպել ինքնապաշտպանությունը։ Մուրադը երիտասարդներին հրաձգություն էր սովորեցնում։ 1904-ի գարնանը Թուրքիայի բոլոր ճանապարհներով զորքեր են մոտենում Սասունին։ Թուրքական կառավարությունը վճռել էր վերջնականապես ոչնչացնել Սասունը, հայ ֆիդայինների բույնը։ Ընդհարումը թուրք կառավարության եւ հայ ֆիդայինների միջև անխուսափելի էր։ Թուրքերը մահմեդականներին հայերի դեմ են լարում, սկսում են զանգվածային խուզարկություններ հայերի տներում։ Թուրքական կառավարությունը Եվրոպայի ուշադրությանը չարժանանալու համար գործում էր զգուշորեն, առանց խոշոր ռազմական գործողությունների, որպես թե հայ խռովարարներին պատժելու իրենց պատրաստականությունն են կատարում, այդ ընթացքում քուրդ աշիրետներին լարելով հայերի դեմ։ Սկսվում են նաև Սասունի ինքնապաշտպանական կռիվները, որի ընթացքում պատմության մեջ հերոսական էջեր են գրում Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Մշեցի Սմբատը, Հրայր Դժոխքը, Կայծակ Առաքելը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Այս բոլոր հերոսներն ու այդ թվում Մուրադը գիտեին, որ իրենց փոքրաթիվ ուժերով չէին կարող հաղթել Թուրքին, բայց նրանք չթողեցին, որ թշնամու նպատակը իրականություն դառնա, վերանա Սասուն աշխարհը։ Սասունը ու Թուրքը Հայաստանը ծանր կորուստներ կրեցին նաև 1903-904-ի կռիվների ժամանակ, բայց թոքունության շնորհիվ կարողացան ապրել։ Երբ որ Սասունու ինքնապաշտպանությունը փաստորեն ավարտվեց պարտությամբ եւ 1904 թվականի ապրիլի 22-ի Գելեգուզյանի վերջին կռվից հետո փաստորեն Սասունն ընկավ, Սեբաստացի Մուրադը մի կարևոր առաքելություն կատարեց, նա Սասունու ժողովրդին տեղափոխեց Մշոդաշտ, որպեսզի նրանք զերծ մնան ստույգ ջարդերից, եւ Ալուճակում տեղի ունեցավ խորհրդակցություն, որոշվեց, որպեսզի Սեբաստացի Մուրադը մեկնի Վան, այդտեղից բերի զենք եւ փամփուշտ, որպեսզի շարունակեն կռիվները, որին դեմ էր Հրայր Դժոխքը, որը ցավոք արդեն այդ ժամանակ չկար։ Եվ Սեբաստացի Մուրադը իր հետ վերցնելով վիրավոր Սեպուհին, որին թողեց Աղլատում, անցավ Վան ու Վանից բերեց տարբեր տվյալներով 25-ից 40 հրացան, շատ քիչ քանակությամբ հրացան եւ մոտավորապես 130,000 փամփուշտ։ Սակայն նրա գալուց հետո կռիվները երկար չտևեցին, որովհետեւ Տարոնի Դաշնակցության կենտրոնական կոմիտեն կտրուկ կերպով հրահանգեց Անդրանիկին հայդուկային խմբով հեռանալ Տարոնից եւ Սասունից ավելորդ ջարդերի առիթներից խուսափելու համար եւ Մուրադն էլ այս խմբի կազմում անցավ Վան, ապա անցավ Կովկաս։ Եվ այսպես հերոսաբար մասնակցելով Սասունի 1904 թվականի ինքնապաշտպանությանը որպես նրա ղեկավարներից մեկը, Մուրադն անվանի մյուս ֆիդայիների հետ անցնում է պարսկական սահմանը դեպի Կովկաս։ Մինչ այդ, հավատարիմ մնալով ավանդույթին, Մուրադը մյուս հայդուկների օրինակով Սուրբ Թադեի վանքի պատերին թողնում է իր հուշագրությունը։ Անցանք մենք ընդ հուր եւ ընդ ջուր, իսկ ես սկսեմ նաեւ ընդ արյուն եւ նորեն կերտանք դեպի հուր եւ արյուն։ Արևելյան Հայաստանում հայդուկին նույնպես կռիվներ էին սպասում, հրով եւ արյունով լի կյանք։ Հայաստանն ամենավտանգավոր հեղափոխական օջախն էր ռուսական կայսրության մեջ։ Ռուս իշխանություններն էլ հանգցնելու համար այդ կրակը ազգամիջյան կռիվներ հրահարեցին։ Այդ օրերին թուրք, քուրդ ու թաթար խաժամուժը ավերում էր հայկական գյուղերը, սրիկ հաշում բնակիչներին, ռուս իշխանությունների թողտվությամբ։ Մուրադը մեկնում է Նախիջևան եւ դառնում տեղի ինքնապաշտպանության ղեկավարը։ Թաթարական խաժամուժը կոտորվելով ետ է քաշվում եւ վրիժառու Մուրադի ահից թաքնվում իր որջերում։ Այստեղից Մուրադն իր 50 կտրիչով անցնում է Զանգեզուր, որտեղ արդեն ինքնապաշտպանական կռիվներ էին մղում արևմտյան Հայաստանում հերոսացած շատ ֆիդայիններ։ Սեբաստացի Մուրադը 1904 թվականին Սասունի ինքնապաշտպանական կռիվներից հետո արդեն հանրահայտ դեմք էր մեր ազատագրական պայքարում։ Մարտական հրաշալի ուղի էր անցել։ Բայց նա
ավելի մեծ հռչակ ձեռք բերեց Զանգեզուրում։ Եվ իզուր չէ, որ նա մեր պատմությանը առավելապես հայտնի է որպես Զանգեզուրի հերոս անունով։ Պիտի ասել, որ Զանգեզուրի ինքնապաշտպանությունը եւ այդ ժամանակ կազմակերպած չէր։ Զանգեզուրի հայությունը նույնպես անպաշտպան էր, իսկ դրան հակառակ թուրքը կազմակերպած եւ զինված։ Մի առանձնահատկություն եւս։ Թուրք հրոսակախմբերին առաջնորդել են նրանց առաջնորդները, բեկերը եւ դրամատերերը, որոնք իրենց միջոցներով են զինել եւ կազմակերպել այդ հրոսակախմբերը, որոնց միջոցով հարձակվել են հայկական բնակավայրերի վրա։ Ի տարբերություն թուրքական կողմի, հայությունը շատ մեծ դժվարությամբ էր զենք ձեռք բերում։ Դրա համար անհրաժեշտ գումարներ էր պետք, իսկ հայ դրամատերը ի տարբերություն թուրք դրամատերի այդքան էլ առատնաձեռ չէր այս հարցում։ Եվ Սեբաստացի Մուրադը հարկ եղավ, որպեսզի ինքնապաշտպանությունը կազմակերպեր զրոյից։ Առաջին հերթին ինչ էր պետք։ Առաջին հերթին պիտի կազմակերպեին ինքնապաշտպանական մարտական խմբեր Զանգեզուրի բնակավայրերում։ Կազմակերպելու համար հարկավոր էր մարտական ուժեր։ Համաձայն Նիկոլ Դումանի մշակած մարտավարության մարտախմբերում պիտի նախ եւ առաջ ընդգրկվեին մարտական փորձառություն ունեցող մարտիկներ, որոնք ծառայել են ռուսական բանակում եւ մասնակցել էին ահա ֆիդայական այդ պարտիզանական կռիվների։ Եվ մյուս, քանի որ Զանգեզուրը մաս էր կազմում Երևանի նահանգի, որի հրամանատար Դուման էր, ապա նա պետք է իրականացներ հարձակողական բնույթի մարտավարություն։ Դա էր Դումանի պահանջը, ակնական, չէ՞, փոխվրեժի սկզբունքն էր։ Ահա Մուրադը նույնպես հարձակողական բնույթի մարտավարության կողմնակիցն էր եւ առաջին իսկ հնարավորության դեպքում նա պիտի ձեռնարկեր հարձակողական գործողություններ, չտրվելով սոս пассив ինքնապաշտպանության։ Եվ կարելի է ասել, որ հաշված ընդամենը 1 ամսվա ընթացքում Մուրադին հաջողվում է իր զինակիցների աջակցությամբ կազմակերպել տարբեր շրջաներում Զանգեզուրի ինքնապաշտպանական խմբեր։ Տաթևի վանքի վանահայրը Մուրադի մասին իր հուշերում գրում է. Մուրադի երևալը եւ հայդուկների ներկայությունը այնքան անակնկալ կերպով կատարվեց, որ ժողովուրդը մի րոպե երազ էր կարծում։ Մուրադի գալուց հետո անցավ 1 ամիս, Սյունիքի ու Արցախի պատկերը փոխվեց, հայկական բոլոր գյուղերը կազմակերպվեցին, ինքնապաշտպանության խմբեր կազմվեցին, գյուղերի միջև սկսեց հաղորդակցություն, ճանապարհները բացվեցին, դեպի Շուշի, Եվլախ, Բաքու, Թիֆլիս եւ այլ վայրեր սկսեց ազատ երթևեք։ Հայ ժողովուրդը զինվեց եւ նվիրվեց ինքնապաշտպանությանը։ Մուրադը պիտի լուծեր Զանգեզուրում առաջին հերթին կազմակերպել ինքնապաշտպանական խմբերը, բացեր հաղորդակցության ուղիները տարբեր բնակավայրերի միջև եւ մյուս եւս մի շատ կարեւոր հանգամանք։ Զանգեզուրի տարածք ժամանակ թափանցում էին զինյալ խմբեր նաեւ դրսից, Պարսկաստանի, անգամ Պարսկաստանի տարածքից, Ջեբրայիլի, Զանգելանի, ահա այս տարածքներից։ Ուրեմն կար ներքին ճակատ եւ արտաքին ճակատ։ Ուրեմն Մուրադը պիտի որ կրվեր եւ ներքին ճակատում եւ արտաքին ճակատում։ Պիտի ասել, որ Սեբաստացի նշանավոր ռազմիկը փայլուն կերպով իրականացնում է ահա այս խնդիրը։ Նրա գլխավորությամբ շատ կարճատև ժամանակահատվածում Ղափանում նույնպես կազմակերպվում են մարտական խմբեր եւ իզուր չէ, որ հենց իրենք թուրքերն են խոստովանում, թուրք բեգերից թերևս ամենանշանավորը, ուրեմն սուլթանովները, նշում են, որ Մուրադը ընդամենը 1 ամսվա ընթացքում 30 թուրքական գյուղ այրել եւ ոչնչացրել է։ Դա թուրք Իլդրիմ բեգի, Սուլտանով Իլդրիմ բեգի խոստովանություն է Ներսես Մելիք Թանգյանին։ Թուրքական գյուղերի անունները կան, կարող ենք հրապարակել, այսօր դա արդեն այդքան էլ գաղտնիք չէ։ Ուրեմն շնորհիվ ինքնապաշտպանական ուժերի պիտի ասել, որ Զանգեզուրի հայությունը կարողացավ իրեն դրսևորել լավագույնս եւ Մուրադը միշտ իր հերագրերում նշում է Զանգեզուրի հայությանը որպես քաջ, որպես ազատության համար մարտնչող ժողովուրդ եւ ինքը գոհունակությամբ է նշում հատկապես Մազրակ յուղի ինքնապաշտպանական ուժերին։ Զանգեզուրի հայությունը եթե այսօր ապրում է եւ շարունակում է իր գոյությունը, բավականին մեծ չափերով
թե կարելի է այդպես ասել, պարտական է Սեբաստացի Մուրադին, որովհետև նա ինչ մարտավարություն որ ձեռնարկեց այդ շրջանում, ինչ ծրագիր որ մշակեց թաթարական ըմբոս շրջանները չեզոքացնելու համար, դրանք ավարտվեցին հաղթանակով։ Եվ առհասարակ պետք է ասել, որ 1905-6 թվականների հայ թաթարական կռիվները, որոնցում իրենց անուրանալի դերը ունեցան Նիկոլ Դումանը, Մուրադը, Սեպուհը եւ բազմաթիվ ուրիշներ, արևելահայությանը փրկեցին ստույգ ցեղասպանությունից։ Այս հանգամանքի վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որովհետև իսկապես 1905 թվականին նախատեսված էր արևելահայոց ցեղասպանությունը, ճիշտ է այդ ժամանակ ցեղասպանություն հասկացողությունը այդ տերմինը դեռևս չկար շրջանառության մեջ, բայց այնինչ որ ծրագրվել էր եւ ի գործ էր դրվում, այսօրվա հեռավորությունից կարելի է որակել որպես ցեղասպանություն։ Ավարտվեց հայ թաթարական պատերազմը եւ հերոսացած հայ ֆիդայիները փոքր-ինչ հանգիստ առնելու հնարավորություն ստացան։ Ավարտվում են հայ թուրքական կռիվները եւ այնուհետեւ Մուրադը մասնակցում է 1907 թվականին Վիեննայում տեղի ունեցած Դաշնակցության 4-րդ ընդհանուր ժողովին։ Դա պիտի ասել, որ Դաշնակցության պատմության մեջ ամենաերկարաթև ընթացող համագումարն էր, որտեղ նաև ընդունել են ծրագրային դրույթներ սոցիալիզմ, ընկերվածություն եւ Կովկասյան նախագիծ։ Մուրադը բացի նրանից, որ նշանավոր ռազմիկ էր, իրեն փայլուն կերպով դրսևորված եւ Սասունում եւ Զանգեզուրում, նաև պիտի ասել, որ ճիշտ է, ինքը կրթություն չի ունեցել, սակայն ինքնակրթությամբ հասցրել է նաև տեսական պատրաստվածություն ունենալ։ Եթե դուք նայեք ընդհանուր ժողովի որոշումները, նաև նիստերի այդ հարցերի քննարկումները, ապա ինքներդ կհամոզվեք, որ մեր ուրեմն ռազմական գործիչներից, իսկ այդ համագումարին մասնակցել են եւ Անդրանիկը, եւ Վարդանը, եւ Սևքարեցի Սաքոն, եւ Սեպուհը, ապա միակը հենց Մուրադն էր, որը ակտիվորեն մասնակցել է գրեթե բոլոր հարցերի քննարկմանը, եւ իզուր չէ, որ Ավետիս Սահարյանն ասում էր, նա կարող էր համարձակորեն վիճել հրապարակախոսների հետ, գիտնականների հետ եւ արտահայտել շատ առողջ մտքեր։ Եվ գրեթե բոլոր նիստերին Մուրադը արտահայտել է շատ խելացի կշռադատված տեսակետներ, հատկապես կապված Կովկասյան նախագծի հետ։ Դա Դաշնակցության ուրեմն խորհուրդը 1904 թվականին ընդունել էր մի որոշում, համաձայն որի Դաշնակցությունը ինքնապաշտպանությունից ցարական Ռուսաստանում անցնում է հեղափոխական գործունեության։ Փաստորեն դրանով նա կարծեք թե պատերազմ է հայտարարում կամ ապստամբության դրոշ է պարզում ընդդեմ ցարական Ռուսաստանի եւ այդ Դաշնակցության կողմից Փարիզում կայացած այդ ժողովին, որին մասնակցել են ռուս, լիտվացի, լատիշ, չգիտեմ, վրացի եւ այլն հեղափոխական կուսակցության ներկայացուցիչներ, մասնակցել է նաեւ Դաշնակցության ներկայացուցիչ Վարանդյանը եւ ստորագրել է միանալով նրանց եւ հեղափոխական պայքարի ահա այդ մարտավարություն են ընտրել։ Մուրադը դեմ է արտահայտվել շատ ճիշտ պատճառաբանելով, որովհետեւ երկու ճակատով հնարավոր չէր, որ հայ ժողովուրդ այդ ժամանակ կռվեր։ Իսկ ազատագրական պայքարի հիմնական սլակը ուղղված էր արևմտահայության ազատագրմանը։ Ինչ կարողացան անել, որ այս անգամ էլ հեղափոխական դրոշ են պարզել ընդդեմ ցարական Ռուսաստանի, դա ինչ նպաստ կարող է բերել մեր հայ ժողովրդին, մեր ազգին։ Ահա Մուրադը ակտիվորեն մասնակցեց նաև ահա այդ համաժողովին եւ նորից եմ կրկնում շատ խելամիտ կշռադատված մտքեր է արտահայտել։ Շուտով 1908 թվականին հռչակվեց Օսմանյան սահմանադրությունը, որով երիկ թուրքերը հավասարություն էին հռչակում, իբրև թե բոլոր ազգերը ազատ են ու հավասար։ Հայ ֆիդայիները իջնում են լեռներից եւ իրենց գործունեությունը ծավալելու ազատություն ստանում։ Սեբաստացի հայդուկապետը անցնում է Բիթլիս ու Դիարբեքիր եւ 1909 թվականի փետրվարին 20 տարվա ընդմիջումից հետո վերջապես գալիս է իր հայրենի գյուղ Կոֆտուն։ Մուրադ Փաշային հարազատ ծննդավայրում կարոտով էին սպասում։ Մի կոֆտունցի այսպես է նկարագրել Մուրադի գալուստը. Երբ լուր առինք, թե Մուրադ կուկա, մեր ամբողջ ժողովուրդը 3-4 կիլոմետր ընդառաջ քացինք։ Հանդիպումն այնքան հուզումնալից էր, որ շատերու աչքերեն ուրախության արցունքներ կհոսեին։ Քիչ մը հանգստանալն հետո իր առաջին հարցումն եղավ, թե արդյոք կազմակերպված ենք։
Ինչպես նկատում ենք, Մուրադը Անդրանիկի ու շատ ուրիշ գործիչների նման չհավատաց գերիթուրքական կառավարության անկեղծությանը եւ շարունակեց հորդորել հայերին զինվել ու պատրաստ լինել ամեն մի փորձության։ Եվ եթե որոշ պատրանքներ այնուամենայնիվ ուներ թուրքական հեղափոխության նկատմամբ, ապա Ադանայի ջարդերի լուրը ընդմիշտ ցրեց դրանք։ Ախպերներ, մեր ժողովրդին գոյության համար ամենեն անհրաժեշտ բաներն են՝ սենք, գրիչ, գութան։ Տեսեք, եզը ունի իր եղջյուրները, կատուն իր թաթերը, շունը իր ժանիքը։ Փորձեք զանոնք նեղել։ Այդ գործիքներով պիտի պաշտպանեն ինքզինքն։ Միթե դուք անոնց չափալ հասկացողություն չունիք ձեր կարիքներու մասին։ Սեբաստիայի գյուղերից մեկի եկեղեցու բակում Մուրադն այսպիսի ճառ է արտասանում, ինչը վկայում է, որ նա թվացյալ խաղաղության շրջանում էլ նախապատրաստական լայն գործունեություն է ծավալել։ Անխոնջ Ֆիդային ինքնապաշտպանական նախապատրաստություններ է տեսնում, բազմաթիվ կազմակերպական ցանցեր է ստեղծում։ Նա երազում էր համընդհանուր ապստամբության մասին, թեև առանձնապես հիացած չէր ուսումնականներով եւ նրանց հաճախ մելան լիզողներ էր կոչում։ Այնուհանդերձ հասկանում էր կրթության ու մշակույթի դերը ազգային առաջադիմության գործում, ուստի կարողանում է Սեբաստիայի գյուղերում 50-ից ավելի դպրոցներ հիմնադրել։ Մուրադը զինվորական մարմին է կազմում իր ու շահբազի մասնակցությամբ։ Սեբաստիայի քարտեզի վրա հայկական եւ թուրքական թաղամասերը տարբեր գույներով է ներկում։ Կարգադրում է թուրքական շրջաններում ապրող հայերին փոխադրել հայկական թաղամասեր։ Հայդուկը նաեւ ինքնապաշտպանության վայրեր է նշում։ Զենք է թաղում հողի տակ։ Բուրըն գործունեության շրջանում Սեբաստացի Ֆիդային հասցնում է նաև իր անձնական կյանքը դասավորել։ 1910-ի գարնանը Մուրադը անցալով իր հարազատների թաղանձանքներին հայդուկի համար մի շատ բարդ որոշում է կայացնում։ Ամուսնանում է։ Նրա կինը ուսուցչի Ագապին Օրիորդաց միության եւ Կարմիր խաչի ակտիվ անդամներից էր։ Մի անգամ հերթական ժողովից հետո Մուրադը մոտենում է աղջկան եւ հարցնում, թե ինչպես է ուժամին թուրքերով լցված թաղամասերով միայնակ ետ դառնալու տուն։ Որպես պատասխան, Ագապին ցույց է տալիս իր գրպանի փոքրիկ զենքն ու թևատակից կախված դաշույնը։ Քաջարի հայդուկն այդ օրվանից համակրում է քչախոս Ագապիին։ Մուրադը ամուսնանում է իր ծննդավայրի Սուրբ Նշանվանքում։ Հարսանիքին մասնակցում էր Մուրադի սխրանքներով հիացած Դանիել Վարուժանը։ Միջանկյալ ասենք, որ ինքը Մուրադն էլ վճռական դեր է ունեցել մեծ բանաստեղծի ամուսնության գործում։ Սահմանափակ նյութական հնարավորությունների տեր վարժապետի Դանիել Վարուժանի սրտի տիրուհու հայրը դեմ էր նրանց ամուսնությանը, բայց Մուրադի ատրճանակի տեսքը կոտրում է նրա համառությունը։ Բայց մի բան է բանաստեղծի ամուսնությունը, մեկ այլ բան հայդուկինը։ Ամուսնանալով չեմ հրաժարի իմ սուրբ պայքարեն, թե հայրենիքս զիսկան չէ, անոր ձայնին է, որ պիտի հետևիմ, հայտարարել է Մուրադը հարսանեկան արարողության ժամանակ։ Եվ ահա գալիս է աղետաբեր 1914 թվականը։ Սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը։ Սեբաստացի հայդուկը տեղեկանում է Սալոնիկի վեհաժողովում ընդունված հայաջինջ որոշման մասին։ Զգալով մոտալուկ վտանգը, Մուրադն ամեն ինչ անում է, որպեսզի թուրքերին որևէ առիթ չտա հայ բնակչությանը հալածելու համար։ Նա հանդիպում է Էնվեր Փաշային, ով հայ Ֆիդայուն առանց այլևալության հայտարարում է, թե հայ ազգը փաթեշվելու է։ Երբ որ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը եւ Սարիղամիշում Էնվեր Փաշան ջարդվեց, փաստ կա, որ վկայում է, որ երբ որ նա նահանջում էր Սարիղամիշից, Սեբաստիայում հանդիպում է Մուրադին, որին ասում է, թե մեր դեմ հայերն էին կռվում։ Եվ Մուրադը իմաստուն ձևով նրան պատասխանում է, թե Փաշա, արևելահայերը Ռուսաստանի քաղաքացիներ են եւ պետք է կատարեն իրենց քաղաքացիական պարտականությունը ցարական Ռուսաստանի նկատմամբ։ Իսկ Էնվերը ասում է, այնտեղ կային նաեւ արևմտահայեր եւ դուք պատասխան պետք է տաք դրա համար։ Եվ դրանից շատ չանցած արդեն տրվեց հայոց ուրեմն կոտորածների մասսայական ջարդերի հրամանը։ Էնվերի գնալուց անմիջապես հետո սկսվում են բռնությունները։ Սեբաստացի Մուրադն էլ ամեն ինչ անում է հայերին համախմբելու։ Մեծ ճիքեր է գործադրում Սեբաստիան փրկելու համար։ Բոլոր հայ գյուղերին հորդորներ էր ուղարկում, երիտասարդներին փրկագնով ազատել զինվորությունից, կազմել ինքնապաշտպանություն, բայց բոլոր կողմերից Մուրադը համբերելու եւ համակերպելու տրամադրություն էր տեսնում։
Սեբաստահայությանը համախմբելու Մուրադի բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում։ Սեբաստացի զինվորներից մեկը գրել է. Սեբաստիայի հայությունը, եթե Մուրադի ծրագիրը ընդուներ, մեռնողը տղամարդու պես պիտի մեռներ, երիտասարդության մեծ մասը պիտի ազատեր եւ մեր ողերին թշնամին ալ մեծ կորուստ պիտի ունենար, թե նյութական եւ թե մարդկային։ Սեբաստիայում նա փորձում է կազմակերպել մարտական խմբեր, կարողանում է որոշակի հաջողությունների հասնել, սակայն երբ սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը, Մուրադը չի կարողանում կազմակերպել ընդհանուր ինքնապաշտպանական կռիվ, որովհետև տեղի երևելիները եւ հնչակները մյուսները չեն համաձայնվում նրա առաջարկած ծրագրին։ Մուրադը շատ խելացի ծրագիր է առաջարկել, նույնիսկ որպեսզի կազմակերպել Սեբաստահայության ընդհանուր ինքնապաշտպանությունը, ժողովներ է գումարել, հրավիրել է մասնակցելու բոլոր գյուղապետներին, համայնքների ղեկավարներին, հոգևորական առաջնորդներին, կուսակցական առաջնորդներին, համոզել է, որ հայության միակ փրկությունը ինքնապաշտպանության կազմակերպման մեջ է, եւ շատ խելացի ծրագիր է առաջարկել, թե ինչպես կարելի է Սեբաստահայությանը փրկել, բայց նա հաջողության չի հասել եւ կարողացել է մի քանի ընկերներով խուսափել հետապնդումներից, իսկ նրան որոշել էին ձերբակալել։ Թուրքական կառավարությունն էլ ցանկանում է չեզոքացնել Սեբաստացի խմբապետից եկող վտանգը։ Վալի Մուհամմերը, ով երկար ժամանակ բարեկամության կեղծույթեր էր անում կոֆտունցի հայդուկի զգոնությունը բթացնելու համար, փորձում է ձերբակալել Մուրադին, սակայն չի կարողանում։ 1915 թվականի մարտին Մուրադը ստիպված է լինում հրաժեշտ տալ կնոջը, Գևորգ Չաուշանունով որդուն, մորը ուհեցնել իր առասպելական աստղի գծին եւ մի խումբ զինակիցների հետ չքանալ ու պատասպարվել լեռներում։ Մուրադը չէր ցանկանում, որ սերունդներն ու պատմությունը իրեն մեղադրեն, թե խաղացել է ազգի ճակատագրի հետ, պատճառ դարձել մի ամբողջ գավառի կործանման։ Իսկ թուրք ոստիկանները ամեն գնով ուզում էին գտնել ֆիդայինների խմբապետին, տանջում էին նրա մորը, բայց Սեբաստացի Մուրադ ծնած կինը չի ընկրկում։ Գացեք, դուք գտեք, ասում է նա ի պատասխան ոստիկանների պահանջի։ Այստեղից սկսվում է Մուրադի բոդիսականը։ Զինակիցների իր փոքր խմբով ամիսներով լեռներում է թափառում։ Բախտի չար խաղով վարակվում է բծավոր տիպով։ Ստիպված է լինում բախումներ ունենալ զինվորական ջոկատների հետ եւ հոկտեմբերի 6-ին իր խմբով հասնում է Սամսուն։ Նոյեմբերի 29-ին 13 հայ եւ 9 հույն զինակիցներով հարձակվում են մի թուրք առագաստանավի վրա։ Իրենց հետ վերցնելով 4 թուրքի ստիպում են թիաբարել ու բաց ծով են դուրս գալիս։ Կռվում են բնության դեմ։ Մի քանի անգամ ենթարկվում են թուրքերի հարձակումին, բայց ի վերջո հրաշքով ազատվում են, հասնելով Բաթում։ Այս դեգերումի ճանապարհին Մուրադն ու հայ ֆիդայիները մի սարսափելի տեսարանի են ականատես լինում։ Նրանց աչքերի առաջ անցնում են տեղահան եղած հայ ժողովրդի քարավանները։ Մուրադին ու նրա ընկերներին վիճակված էր իրենց թաքստոցներից տեսնել գաղթող կոֆտունցիներին, անզոր լինելով որևէ բան ձեռնարկել։ Մուրադի ընկերներից մեկը, Վարդան Շահբազը, իր հուշերից մեկում գրում է, թե Մուրադը հեռադիտակն աչքերին անձամբ է տեսել քարավանը եւ իր կնոջը, Ագապին, երեխայի ձեռքն իր ձեռքին կապած։ Սեբաստացի Մուրադը գալիս է Կովկաս, այստեղ գտնում իր զինակից ընկերներին։ Երզնկայի ազատագրումից հետո Երզնկայում կայծակ առաքելի հետ զբաղվում է գերեվարված հայ որբերի հետ գնմամբ։ Մեկ հայը, մեկ ոսկի նշանաբանով։ Նվիրատուներ պետք է գտնենք առաքել, չտան ուժով պետք է վերցնենք, ուրիշ ելք չկա, ասում է Մուրադը կայծակ առաքելին ու սկսում հայ որբերի փրկության գործը։ Այդ նույն գործն իրականացնում է նաև Մշո դաշտի գյուղերում, Սասունի լեռներում ու Կիրճերում։ Հավաքելով հարյուրավոր անտուն ու որբ երեխաներ, Մուրադն ու Արաքելը նրանց հասցնում են Արաքսի ափերը եւ հետ գնում, միանալու Անդրանիկին։ 1917 թվականին Ռուսաստանի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական ճակատը քայքայվում է։ Սկսվում է հայկական եւ ռուսական զորքերի ընդհանուր նահանջը։ Իրավիճակը կտրուկ փոխվում է հոկտեմբերից հետո, երբ արդեն Ռուսաստանում հեղաշրջում էր, Պետերբուրգում բոլշևիկները զավթեցին իշխանությունը եւ այդ նույն օրը հոկտեմբերի 25-ին այդ սովետների համառուսաստանյան երկրորդ համագումարում հրճակված հող եւ խաղաղություն
եւ հող այդ դեկրետներով զինված սկսեցին զանգվածային քարոզություն նաեւ զորքի շրջանում, Կորչի պատերազմը, Գեցե խաղաղությունը եւ Կովկասյան ճակատը, ռուսական զորքերը, որտեղ արդեն արմատավորվել էր դասալքությունը, մի քանի շաբաթ ընթացքում կարելի ասել, որ դատարկվեց։ Այդ 720 կիլոմետրանոց ռազմաճակատը Սևծովից մինչև Ուրմիա խորքերը, որտեղ կային նախկինում 300,000 ահա այդքան զինվորներ դատարկվեց։ Եվ ահա այս պայմաններում նոր կազմավորվող զորամասերը հայկական Նազարբեկովի գլխավորած կորպուսի զորամասերը, որոնցից մի մասը գտնվում էր Երզնկայում, Բաբերտում, Վանում եւ ահա պետք է պաշտպանին այդ հսկայական ռազմաճակատը։ Մուրադը գնդապետ Մորելի հետ հայկական ուժեր է կազմակերպում եւ դիմադրում է թշնամուն, սակայն Կովկասից սպասվող օգնությունը այդպես էլ չի գալիս։ Մուրադը նահանջում է Երզնկայից փրկելով հայ գաղթականությանը, սակայն Կարսում Մուրադին եւ նրա զինակից Ֆիդայի Սեփուհին հանդիմանում են Երզնկայի, Բաբերտի ու Էրզրումի թուրքերի դեմ հալածանքների համար, ինչի մասին բողոքել էր գերմանական դեսպանությունը։ Դառնացած ու հուսալքված հայդուկը իր զինակիցների հետ մեկնում է Կովկաս։ Հետաքրքիրն այն է, որ Թիֆլիսում որոշ ուժեր գալիս էին Սեփուհի եւ Մուրադի մոտ, առաջարկում էին, որ ասնեն տերորի մի քանիսի սպանել, իսկ Թիֆլիսում խոճապեր եւ ասնել գործի գլուխ։ Ընդ որում հետո նրանք ասնեին գործի գլուխ, իսկ թվում է մենք հիմա, ինչպես ասում են, այլ ջրերի վրա կլինենք։ Սակայն Ավետիս Սահարոնյանը հենց ինքը հասկացնում էր, որ պետք է թողնենք այստեղից եւ հեռանանք։ Եվ նրանք լսելով, որ Կարսը ընկնում է, նույնիսկ խնդրեցին 50,000 ռուբլի եւ ընդամենը 2-3 կռվող ուժ, որպեսզի մեկնեն Կարս։ Սակայն դա մերժվեց եւ մի փոքրիկ քարակությամբ դրամ նրանց տրամադրվեց ու նրանք մեկնեցին հյուսիսային Կովկաս, ուրեմն եղան Ցարիցինում, Արմավիրում, ուզում էին հանդիպել նույնիսկ ուզում էին մեկնել հանդիպել Լենինի հետ, որպեսզի գունդ ստեղծեին ու կռվեին Բաքվի համար, սակայն չստացվեց։ Նրանք կարողացան Ցարիցինում հանդիպել մենակ հետագայում խորհրդային մարշալ Վորոշիլովի հետ։ Այնուհետև նրանք հայտնի Պետրովի հետ, որը 26 կոմիսարների հետ գնդակահարվեց, Շամյանի այդ ուրեմն կռվող ուժերի հետ, ուրեմն նրանք այլևս անհամբեր մեկնեցին Բաքու եւ հասան Բաքու այն ժամանակ, երբ որ արդեն թուրք ուժերը, Նուրի Փաշայի ուժերը մտել էին Բաքվի մատույցները եւ արդեն հուլիսի վերջին նրանք հասան Բաքու եւ օգոստոսի սկզբին Բիբի Հեյփաթի մոտ Էրմենի քենդի ճակատում արդեն երբ որ թուրքերը արդեն մտնում էին ուրեմն Բաքու Սեփուհը եւ Մուրադը Խոտորջուրցի Ստեփան Ծաղիկյանի Մշեցի Արշակ Պոլեյանի եւ իրենց փոքրաթիվ զինակիցների հետ ճակատ կազմեցին, շղթա կազմեցին եւ կարողացան թուրքերին հետ մղել։ Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը Մուրադը հետաքրքիր է, որ մի երազ է տեսնում, որը հաջորդ օրը պատմում է եւ հաջորդ օրը ամբողջ օրը ինչպես նկարագրում է Սեփուը, նա տխուր տրամադրության մեջ էր, ասում է նա պատմում է երազը, որ ինքը նվագարանով նվագում էր, հանկարծ իր նվագարանը կոտրվեց, հետո ինչ որ մեկը իր ամբողջ մարմինը սուրճով ներկեց եւ վերջում բերեց այդ ներկը գցեց ուրեմն երկու հոնքերի արանքը եւ Մուրադը այդ ժամանակ ասում է երևում է այսօր մի բան պետք է պատահի եւ այդ Էրմենի քենդի ճակատում կռվի ժամանակ երբ որ նրանք կռվում են տեսնում են որ դիմացը ձախից մի բլրի վրա թուրքերը բլրի վրայից թուրքերը կրակում են եւ այդտեղ կա թուրք տնտանոթացիկ իսկ Մուրադը առաջարկում է Սեփուին պարկել դիմացի աջ կողմի գտնվող բլրի վրա եւ նրանք պարկում են երեքով Մուրադը, Խոտորջուրցի Ստեփանը եւ Սեփուը ամեն մեկը կես քայլ հեռավորության վրա։ Եվ այդ ժամանակ որ անընդհատ կրակում են, Մուրադը ասում է տղայք, մի համուր կրակ բանանք թուրքերի վրա, միգուցե այդ անիծյալ
թնդանոթը լռեցնենք։ Եվ այդ պահին մի գնդակ գալիս դիպչում է Մուրադի ճիշտ երկու հոնքերի արանքը եւ նա թավագլոր իջնում է բլուրից դեպի ներքև։ Սա տեղի ունենում օգոստոսի 3-ին։ Փրկվելով անսահման արյունալի արկածներից, առանց մի գնդակ անգամ ընդունելու իր մարմնի վրա, ազատ ելնելով Սասունից, Սամսունից, Երզնկայից, քրդական հրոսակներից ուղակներից, Պոլսի եւ Սեբաստիայի թուրքական թակարդներից, Զանգեզուրի եւ Կապանի թաթարական հրոսակներից, այստեղ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու Աբշերոնյան թերակղզու անապատի մեջ օտար երկնքի տակ ընկավ Սեբաստացի քաջ Մուրադը։ Միայն 2 օր հետո Մշեցի արշակը հեծելախմբով գրոհում է եւ կարողանաց հայդուկի դիակը։ Մեծ ֆիդեապետի մարմինը հետագայում ամփոփվում է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանոցում։ Այսպիսին էր ըմբոստ ու համառ, համեստ, բարի ու ժպտուն Մուրադը, ով սակայն մեռավ վրեժը չիրագործած։ Եթե իմ աչքովս տեսածները ընթերցողը տեսածը լա, կարելի է մեռելներին ալ կտակել, որ վրեժ խնդիրը լան, գրել է Մուրադը։ Մեկ անգամ Մուրադին տեսնողը յուրային թե թշնամի երբեք չկարողացավ մոռանալ նրան։ Մեկը հիշում էր նրան ահով ու սրտնեղությամբ, մյուսը հպարտությամբ ու սիրով։ Նրա անունը հայ ժողովուրդը հավերժացրեց իր հոգում, որպես ժողովրդի ազատության համար կռվի ելած նահատակի։ Արդարև, ես չեմ հիշում մեր հեղափոխական մարտիկներից մեկին, որն այնքան խորունկ ու ամբողջական տպավորություն թողած լինի ինձ վրա, որքան Սեբաստացի Մուրադը, գրել է Ավետիս Ահարոնյանը։ Իմ դպրոցը սարերը եղան, իսկ ուսուցիչներս իմ զենքի ընկերները, հայ հեղափոխական դաշնակցությունը, ասում էր Մուրադը։ Գրեթե անուսում այս մարդը պարզապես գերում էր իր բանավոր խոսքով։ Եվ ինչ հմայիչ, ինչ խոհուն էր Մուրադի զրույցը, ամփարասեր խառնվածք, բարդ միտք, հստակ իմացականություն։ Մուրադ կարող էր վեճի նստել ամեն մի հրապարակախոսի, ամեն մի հասարակագետի, գրագետի հետ, միշտ ավելացնելով մի անույշ ժպիտով, թե դե մենք ժողովրդի մարդ ենք, անգետ, ռամիկ ենք, ավելի պակաս կներեք, հիշում է Վահան Համբարձումյանը։ Սեբաստացի Մուրադը մի ցայտուն, բնորոշ տիպ էր և ժողովրդական հերոս, բարիս լայն առումով, գրել է Տաթևի վանքի վանահայրը։ Եթե ամփոփենք, պետք է շեշտենք, որ Մուրադի մահը մեծ կորուստ էր ընդհանրապես ոչ միայն մեր ժողովրդի, այլ մեր նոր ձևավորվող պետականության համար, որովհետև եթե Մուրադը չզոհվեր, չնայած պատմությունը ասում են եթեներ չի սիրում, ես այստեղ էլ մի փոքր այլ կարծիքի եմ, նա անպայման վերադառնալու էր այն պետականությունը հզորացնելու, որի համար ապրեց իր բազմաբովանդակ կյանքը, եւ եթե նա լիներ Սեփուի կողքին, հաստատ 1920 թվականի հայ-թուրքական պատերազմը ավելի հայերի համար դրական ելքով կավարտվեր։ Անսպառ է Մուրադի քաջագործությունների ու սխրանքների ցանկը։ Մեծ է նաև ժողովրդի սերը Սեբաստացի հայդուկի նկատմամբ։ Նրան առասպելացրել են հայերը, ու նրա մասին երգեր են հյուսել։ Նրա հերոսական աստղիկ ձիու մասին Դանիել Վարուժանն է բանաստեղծություն գրել։ Նրա անօրինակ խիզախությանը անգամ թուրքերն են երգեր ձոնել։ Նրա Սեբաստացի Մուրադի, ում ամբողջ կյանքը ազատության փառաբանում եղավ։ Ընկերներս, ազատություն կամ մահ կխնդրեն։ Ես մահ չեմ ուզեր, ազատությունը կուզեմ տեսնել։ Սեբաստացի Մուրադ։